Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու եմ համով կաղծր, շատ հեշտ է պատրաստվու, բայց շատ համով է, ես ընդհանրապես ուզում եմ միշտ հեշտ բաներ ասեմ ձեզ, որ եթե սիրտենիդ համով բան ուզե, բացեք համի գաղտնիքի YouTube-յան ալիքը և փնտրեք, եթե ունեք ինչ-որ բաղադրիչ, կարող եք բաղադրիչի անունը գրել իր մոտ համի գաղտնիք շաղիկի հետ ու արդեն ձեզ կտա բոլոր այն տարբերակները, որ այդ բաղադրիչը կա մեջ։ Այսօր կատայֆիով բախլավա եք պատրաստելու, կարանք ասենք բախլավա, կարանք ասենք կաղցրավենիքի տեսակ։ Իրականում ես կատայֆիները սկզբում կտրելու եմ ու լավ իրա վրա գարակը և յուղը ավելացնելու ենք ու ուղարկելու ենք ջրոց։ Մինչ այդ մենք պատրաստելու ենք այդ քրեմը, որը եփելուց հետո պետք է ավելացնենք ու պիստակը։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 400-ից 450 գրամ կատայիֆի խմոր, մի բաժակ շաքարավազ, 1 հատ դարչինի փայտիկ, 100 գրամ տնական յուղ, 100 գրամ կարակ, կես բաժակ պիստակ մանրացրած և 2 ճաշի գդալ շատ մանր պիստակ, 200 գրամ կաթնաշոր, 200 գրամ կաթի սեր, կես բաժակ ջուր։ Օշարակը որպեսի պատրաստենք կաղծերը կամ շիրան, 1 բաժակ շաքարին ավելացնում ենք կես բաժակ ջուր։ Դե իհարկե ես շաքարը մանանեգի շաքարն եմ օգտագործում, իսկ ջուրը սիլի։ Մի հատ էլ դարչինի փայտիկ եմ դնում իր մեջ, որպեսի այդ համը տա, շատ համով համա։ Կարող եմ միանգամից վերցնել փայտիկը ու ստեղ դնել։ Եվ արդեն անցնենք աշխատանքի։ Ճիշտ 1 բաժակ։ 1 կաթիլ էլ կա ավելացրեց։ Ջուրն ենք ավելացնում։ Այդ լավ խառնում եմ։ Մեր օշարակը գրեթե պատրաստ է, սպասում ենք մի 5-ից 8 րոպե, որպեսզի մի քիչ հաստանա, շատ հաստ չի կարելի, ու հետո կավելացնենք, բայց կարող ենք հիմա անջատել, որովհետև պետք է խմորը պատրաստենք, ուղարկենք ջրոց ու հետո արդեն ավելացնենք օշարակը։ Մենք ինչ ենք անում։ Կատայֆին քանի որ այսպես է, ես իրան կտրատելու եմ այսպես։ Փորձում եմ մի կտոր հանել, որպեսզի իրան հետո ավելացնեմ կարող ենք արդեն շարել ու սկսել։ Մի քիչ հերու ենք դնում իրարից ու արդեն պետքա։ Հիմա ավելացնում եմ կարակը յուղի վրա։ Այդ լավ խառնում եմ։ Ուղարկում եմ ջրոց, որ լավ հալվի։ Թողում եմ մի 3 րոպե լավ հալի ու բոլորը պատում եմ այդ յուղով։ Մի քիչ ստեղ հավաքում ենք, ABC-ով մաքրում ենք ու հետ ենք վերադառնում։ Ամենեգուն մի հատ այսպեսի կտալ դնում ենք։ Մի հատ անցնում ենք վրայով ու հետո հետ ենք գալիս, որ ամենեգուն նորից տնենք։ Պետք է լավ կարակով իրանց լողացնենք, որպեսզի համով լինի։ Ինչքան կարակը և յուղը շատ է, այնքան համով է լինում։
Այսպես ավելացնում ենք կարագը, կարամ մի հատ սենց անեմ ուղղակի։ Հիմա ուղարկում եմ ջեռոց, որպեսզի լավ կարմրացնենք, մինչև որ մենք քրեմը պատրաստենք ու հետ բերենք իրան։ Ուրեմն, թողելու ենք մոտավոր 30 րոպե, մինչև որ կարմրի, եթե պետք ունի մի քիչ էլ ավել, կարող եք 5-ից 10 րոպե էլ թողել, բայց պետք է լավ խրխտան ու կարմրի։ Հիմա բերում եմ այսպիսի ափսե։ Ավելացնելու եմ կատնաշորը, և ռեժանը։ Մի քիչ էլ ավելացնելու եմ այս փոշի բիստակը, որը առանձնացրել էի։ Հիմա լավ խառնում ենք։ Մի քիչ ավելացնում եմ վարդիջուր, բայց օպշնալ է, այսինքն ըստ ընտրության կարող եք եւ չավելացնել։ Շարունակում եմ խառնել։ Մեր քրեման արդեն պատրաստ է։ Հիմա այստեղ մի հատ լավ մաքրենք, դե իհարկե ABC-ով, հետ կանք ես պատմելիք ունեմ ձեզ։ Բայց սկիզբը օջարվենք։ Արդեն քրեմը պատրաստ է, բիստակը մանրացրել ենք, բախլավան էլ արդեն եփվում է։ Հիմա ուզում եմ ասեմ, որ եթե հանկարծ սիրտ չունեք պատրաստելու այդ օրը, դուք ունեք երկու տարբերակ։ Այսինքն կարող եք եւ Smile Sweet-ից համովություն ուտել, քաղցրություն, եւ այդ օրը ձեր քաղցրը ստացվի։ Իսկ եթե սիրտ ունեք պատրաստելու, կարող եք բանալ, եթե մոռացել եք բաղադրատոմսը, YouTube-ում կգրեք համի գաղտնիք շաղիկի հետ, նայած մխոն ինչ ակրել վերնակրի ես չգիտեմ, կարող է գրած կլինի բախլավա քրեմով եւ բիստակով, եւ այլն, եւ արդեն կպատրաստեք ըստ մեր մեթոդին եւ բաղադրիչներին։ Դե իհարկե այս քաղցրությունը ընդհանրապես պատրաստվում է, եթե մենք ճաշ պատրաստել ենք։ Իհարկե, եթե մեր վերջին բաղադրատոմսերը տեսնեք, մենք հավով շատ բաներ պատրաստեցինք, քանի որ մենք որոշել ենք, որ ամսվա մեջ ամեն տեսակի ուտեստ պատրաստել։ Նամանավանդ հիմա, որովհետև մենք բակի ուտեստ շատ ենք պատրաստում ձեր համար, ուզում ենք այն մարդիկը, որ բակ չեն բահում, անպայման մսով եւ այլն, կամ հավով, եթե ուզում են պատրաստել, ունենան այդ տարբերակները։ Դե իհարկե, եթե կուզեք, դուք էլ մեր նման զանգեզուրի հավերը կօգտագործեք, որպեսզի լինի շատ համով եւ շատ բնական։ Մի խոսքով, քանի որ մենք գրեթե քիչ ժամանակ է մնացել, որ բակի օրերը վերջանան ու հետո զադիկն է, ես ուզում եի ցեզ հարցնել, իմ սիրելի հերոստատիտող, եթե ուզում եք ինչ-որ բաղադրատոմսեր կան ձեր մտքում, որ ուզում եք անպայման ես պատրաստեմ ձեր համար, կամ իմ ձևով ուզում եք տեսնել, անպայման գրեք մեր YouTube-յան ալիքում, կոմենտներում, կամ կարող եք եւ նամակ ուղարկել համի գաղտնիք էջին, Facebook կամ Instagram, կամ կարող եք իմ էջին, Yami Bayshag էջին նամակ գրել, ասել, որ անպայման Շաղիկ Կեթրոն TV-ի համի գաղտնիք հաղորդման մեջ պատրաստ է այսինչ ուտելիքը, եւ մենք սիրով կկատարենք ձեր փափակը։ Դե ինձ սիրելիներս, մեր օշարակը արդեն պատրաստ է, գնացինք բերենք մեր համովությունները ջեռոցից։ Հələ մի հատ նայեք։ Սիրած բահս է, ընդհանրապես այսպիսի համովություններ, որ պատրաստում եմ, պետք է հիմա ասկակ, պետք է հիմա վայելեք։ Պատկերացնում եք, այս վերջն արդեն։
արդեն միան այս երկուսը իրար հետ որ ամուսնացան, վերջ, արդեն համողությունը։ Ես ինչ խոսամ դեր։ Ասում եմ ձեզ, մեկ այնքան բարձ բաղաթիչներով համովություն ենք ստանում, չեք հավատում։ Հիմա մեր պատրաստած կրեման ենք ավելացնելու, ամենեկուն այսպես մեջտեղում։ Կարող եք ձեր նախընտրած ցևով տնել, ես սիրում եմ այսպես մեջտեղում ու հետո վրան բիստակները։ Եվ իհարկե կարող եք ուրիշ կրեմ պատրաստել։ Ես անհամբեր եմ այս համովությունը վայելելու։ Մեկ մեջտեղով թնում եք, իմ համար ավելի սենց ներկանալի ա լինում ու իհարկե երբ որ գծում ես մի քիչ կրեմից ես ուտում, մի քիչ այդ խրխրտան կա տայֆից։ Բիստակն ենք ավելացնում, ձեր նախընտրած վիճակով կարող եք ավելացնել, չափը մենք միջակ ենք կտրած, դուք կարող եք և ավելի մեծ կտրել, կամ ավելի փոքր։ Եվ այսօրվա մեր կաթայֆի խմորով և քրեմով բախլավան պատրաստ է, դուք էլ պատրաստեք և վայելեք, բարեխորժակ։ Սիրելիներս, մենք այսօր պատրաստել ենք և մենք պատրաստ ենք հանդեսելու և ես չեմ թիմանում, բայց տեղից եմ վերցնելու, որովհետև ես ուզում եմ ես ամենա խրխրտան և ամենա կարևորածը վերցնեմ։ Իսկ ես ինչ եմ անում, կրեման սիրում եմ այսպես դարաձել ու հետո ուտել։ Շատ համով, կարող եք ես պատրաստել և, չգիտեմ, ձեր կյանքի հոգսերի մասին մոռանալ, այնքան համով ա, չեք պատկերացնի։ Ես հիմա ուզում եմ գնամ վայելեմ իմ ընկերների հետ, դուք էլ պատրաստեք և դվեք ձեր ընտանիքին այսպիսի վայելք, հետո չասեք Շաղիկը չասեց։ Վաղ հանդիպենք նույն ժամին, ժամը 9:00 և 17:00 կենտրոն TV եթերով։ Stay tuned.